Երբեք մի ասեք, թե Սուրբ Հոգով լցված լինելով դուք պարտավոր եք որևէ բան անել։ Երբ ինչ-որ մեկն այդպես է ասում, ես հասկանում եմ, որ դա Աստծո Հոգին չէ, որ առաջնորդում է նրան, այլ սեփական հոգին է դրդում այնպիսի գործերի, որոնք ոչ օգտակար են, ոչ էլ պատշաճ։ Բազմաթիվ մարդիկ փչացնում են հավաքույթները բարձր գոռում-գոչյուններով։ Եթե ցանկանում եք այդպես վարվել, արեք դա նկուղում, բայց դա շինության համար չէ։ Ես հավատում եմ, որ երբ Աստծո Հոգին գործում է ձեր միջոցով եւ խոսք է տալիս, այն միշտ մարդկանց զորացման համար է։ Բայց մի փչացրեք աղոթքի հավաքույթը շարունակելով խոսել, երբ արդեն կանգ առնելու ժամանակն է։ Աղոթքը կործանում է նա, ով սկսում է հոգով, իսկ ավարտում է մարմնով։ Աղոթքից առավել գեղեցիկ ոչինչ չկա, բայց հավաքույթը կորցնում է իր իմաստը։ Եթե դուք շարունակում եք ձեր հայեցողությամբ, երբ Աստծո Հոգին արդեն ավարտել է, հաճախ մարդիկ հեռանում են մտածելով, որ քարոզը հրաշալի կլիներ, եթե քարոզիչը կանգ առներ ավարտից թեկուզ կես ժամ առաջ։ Սովորեք կանգ առնել անմիջապես, երբ Հոգին դադարում է գործել։ Սուրբ Հոգին նախանձախնդիր է։ Ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, եւ նա լցնում է այն ոչ թե ձեր փառքի, այլ Աստուծո փառքի համար։ Դուք իրավունք չունեք շարունակելու ավելին, քան այսպես է ասում Տերը, բայց Աստված կամենում է, որ հավաքույթն ազատ լինի։ Մի խոչընդոտեք հոգու գործունեությանը, դա միայն խնդիրներ կբերի։ Հատկապես հանդուրժող եղեք երիտասարդների եւ նորմկրտվածների հանդեպ, ովքեր կարող են չափազանց մեծ խանդավառություն ցուցաբերել։ Հիշեք ձեզ, երբ դուք առաջին անգամ եկաք հոգով կյանքին, դուք նույնպես լի էիք էմոցիաներով, բայց ժամանակի ընթացքում դարձաք ավելի զսպված։ Մեզ Աստուծո իմաստությունն է պետք, որպեսզի չխոչընդոտենք հոգու դրսևորմանը եւ չմարենք Աստուծո զորությունը հավաքույթներում։ Կենդանի հավաքույթը դրսևորումներով լի հավաքույթն է, առանց դրա մարդիկ չեն գա։ Մեզ առանձնահատուկ շնորհ է պետք, որպեսզի կատարվածը չգնահատենք մարդկային տրամաբանությամբ։ Քարոզիչը, ով կորցրել է հոգևոր լեցունությունը, պետք է ապաշխարի, վերականգնի Աստծո հետ մտերմությունը եւ նորից ստանա հոգևոր լեցունություն։ Առանց Աստծո Հոգու մենք ոչինչ ենք։